Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, շատ վաղուց չեք եղել մեզ մոտ, հետեւաբար շատ հարցեր են կուտակվել։ Ներևի վերջից սկսենք, թրիպից։ Թրիպի մասին այսօր միայն ծույլը չի խոսում։ Ձեր կարծիքներով հետաքրքիր է։ Չէ, իհարկե, ես ուզում եմ արձանագրել մի քանի շատ կարևոր հանգամանքներ։ Առաջինը թվում էր, թե ամենատուր իշխանությունները ամեն կերպ այդպես են ներկայացնում հանրությանը, թե թրիպը դա ապաշրջափակման միակ եւ ամենալավագույն տարբերակն է։ Այսինքն Հայաստանը տարածաշրջանում ապաշրջափակման կապանքներից դուրս բերելու լավագույն հնարավորությունը։ Ես դեռևս 2021 թվականի հոկտեմբերին արձանագրել եմ, որ այդ տարբերակը չաշխատող է, սա մեկ, երկրորդը, թրիպը ըստ էության ոչ թե չի նպաստում, ոչ միայն չի նպաստում ապաշրջափակմանը, այլ նույնիսկ նպաստում է, որ Հայաստանը ինչպես նստած էր տարածաշրջանի մայթեզրին, այդպես էլ շարունակի նստած մնալ տարածաշրջանի մայթեզրին։ Թրիպը Հայաստանին ոչինչ չի տալիս, ընդ որում սիրելի Անժելա, դա իմ խոսքերը չեն։ Հիմա ես մեջ կբերեմ թուրք վերլուծաբանի մեկնաբանությունները, իհարկե այն ժամանակ թրիպը չկար, ինքը գրել էր դեռևս իր վերլուծությունը 25 թվականի կարծեմ հուլիս ամսին, եթե իմիշում, ու տպագրվել է սա բանում, Forbes-ում։ Մելիք Կալյան, գիտեք ինչ է ասում։ Ասում է իհարկե ժամանակակից աշխարհում էներգետիկայից բացի լոգիստիկան այլևս աշխարհաքաղաքականություն է։ Այո, շատ ու շատ ազդեցիկ երկրներ լոգիստիկ հնարավորություններն օգտագործում են ոչ թե որպես տնտեսական ռեսուրս, այլ այս կամ այն երկրի վրա ազդեցություն ունենալու աներկբա հնարավորություն։ Եվ անդրադառնում այս կոնտեքստում իսկ ինչ է տալիս, ինքը օգտագործում է Զանգեզուրի միջանցք տերմինը, որտեղ այդ ժամանակ դեռևս Թրամփի հետ հանդիպումը դեռ չէր եղել, մեկ ամիս հետո եղավ։ Ինչ է տալիս այդ հնարավորությունը երկրներին։ Արձանագրում է Թուրքիան Զանգեզուրի միջանցքի գործարկման արդյունքում իր արտահանման ծավալները կավելացնի 310%-ով 160 միլիարդից կհասցնի մինչև 500 միլիարդ դոլար։ Ադրբեջանը տարեկան իր ռազմական համախառն ներքին արդյունքը կավելացնի 2%-ով, կնպաստի թրիպը կամ Զանգեզուրի միջանցքը այդ խնդրի լուծմանը։ Մեր կենտրոնական Ասիա երկրները հավաքական արտահանման ծավալը այդ երկրների կավելանա շուրջ 100 միլիարդ դոլարով։ Ինչ կստանա Հայաստանը։ Ես բառացիորեն եմ ցիտում։ Հայաստանին մենք խոստանանք նոր ներդրումներ, ֆինանսական աջակցություն, նրանք ստանալու են գետնի վրա արդյունքներ, Հայաստանին մենք խոստանանք։ Կայա Կալասը կամ չեմ անում են Ֆոն դեր Լայենը խոստանան։ Սա է արդյունքը։ Կրկնում եմ, սա իմ խոսքերը չեն։ Ես այս խոսքերի, այս մտքերի հեղինակը ես չեմ։ Այս մտքերի հեղինակը թուրք վերլուծաբան է։ Ավելին ես ձեզ ասեմ։ Երբեմն այսօր հատկապես ներկայացվում է այս թրիպը այնպես, որ Հայաստանի միջին միջանցքի վրա, արևելք արևմուտքին միացնող միջին միջանցքի վրա հայտնվելու այլ տարբերակ Հայաստանը չունի։ Ընդ որում գիտեք, այդ մասին գրում են նաև Facebook-յան իրենց գրառումներում մարդիկ, որոնք կարդացած մարդիկ են, որոնք այդուհանդերձ տեղյակ են։ Ես այսօր դրանցից մեկին արձագանքել եմ այս առումով։ Գիտեք, քաղաքականության մեջ Անժելա, ամենամեծ վտանգը ճշմարտանման կեղծիքն է։ Ամենամեծ վտանգը ճշմարտանման կեղծիքն է։ Եվ պնդել, որ եթե թրիպով չանցնի, ապա բեռնափոխադրումների այլընտրանքը դա Իրանով անցնելն է, նշանակում է ուղղակիորեն կեղծել իրականությունը։ Թրիպը կրկնում եմ, եւ ես ասում եմ, չեմ օգնելու, անդադ կրկնելու եմ, ասում եմ դեռևս 2021 թվականի հոկտեմբերից
Զանգեզուրի միջանցքը Սյունիքով անցնող հաղորդակցության հնարավորությունները Հայաստանին ոչինչ չեն տալիս։ Եթե Հայաստանը իսկ այլ ընտրանք մենք չունենք, մտահոգ է իր անվտանգությամբ, ընդ որում երկարաժամկետ, անշրջելի անվտանգության նախադրյալներով, ապա իր աշխարհագրական դիրքը աշխարհաքաղաքական պոտենցիալ դարձնելու միակ տարբերակը դա Ղազախ-Իջևան երկաթգծի գործարկումն է։ Եթե տեսեք, Միացյալ Նահանգները չեն թաքցում, չէ՞, ասում են, որ մեր նպատակն է տրիպով ըստ էության տրանսկասպյան էներգակիրները հասցնել արևմտյան ասկան Եվրոպա։ Տրամպը դրան չի ասկան չել թաքցնում իրենց նպատակը։ Հիմա եկեք հարց եմ տալիս ձեզ։ Այսինքն նրանք ենթադրում են, որ Կենտրոնական Ասիայի երկրների էներգակիրները կամ այլ բեռներ, արևմուտքի համար կարևորություն ներկայացնող բեռներ, կհաղթարեն Կասպից ծովը, կմտնեն Ադրբեջան, Բաքու, որից հետո Սյունիքով, Նախիջևանով, Իգդիր Ղարսով դուրս գան Թուրքիա եւ կգնան Եվրոպա։ Սա է տրիպի ամբողջ իմաստը։ Հիմա ես հարց եմ տալիս։ Եթե հայաստանյան իշխանությունները այս նախաձեռնությունից առաջ խոսեին Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի Ղարս երթուղու մասին, արդյոք որևէ մեկը այս ֆոնին, այս երթուղին ներկայացնելու պարագայում կպնդեր, որ տրիպը միակ տարբերակն է։ Հիմա ես շատ պարզ օրինակներ, թվեր եմ բերելու։ Ձեր լսարանն էլ տեղակ լինի։ Բաքվից դեպի Ղարս, Բաքու, Սյունիք, Նախիջևան, Իգդիր Ղարս երթուղով 890 կիլոմետր է։ 890 կիլոմետր։ Բաքվից դեպի Ղարս, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի երթուղով ուղիղ 600 կիլոմետր է։ 290 կիլոմետրով ավելի կարճ։ Ընդ որում ամենաեականը գիտեք որն է, Անժելա, որ իմ նկարագրած երթուղին բեռնափոխադրումների հարավային Կովկասում Միջանցքի բեռնափոխադրումների համար ամենակարճ տարբերակն է։ Բաքու-Թբիլիսի Ղարսը 826 կիլոմետր է։ Բաքու, Ղարս, Իջևան, Դիլիջան, ինչպես ես նկարագրեցի, 600 կիլոմետր։ Բաքու, Սյունիքով, Նախիջևանով, Իգդիրով Ղարսը 890 կիլոմետր է։ Իմ առաջարկած տարբերակը 600 կիլոմետր։ Հիմա հարց. Ինչ եք կարծում, բոլոր բեռնափոխադրողները, եթե ունենաս վերջ այդ տարբերակը, նախապատվություն կտան ավելի երկար ճանապարհ, անկասկած ոչ։ Հասկանում եք։ Այսինքն տարրական տնտեսական հաշվարկա չէ սա։ Էլ չեմ ասում, որ ըստ էության, եթե նայում ենք Չինաստանի մեգա ծրագիրը, մեկ գոտի, մեկ ճանապարհ, ծրագրի իրականացման կոնտեքստում, մեր առաջարկը այս Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի Ղարս ամենանպաստավորն է։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է այս ամենում, որ մենք ըստ էության դառնում ենք ոչ միայն այդ կերպ, մենք ոչ միայն լուծում ենք իրականում ապաշրջապատման հարցը, ոչ միայն լուծում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այս թշնամի պետությունների միջև տնտեսական փոխշահավետ համագործակցության ձևավորելու խնդիրը, հետեւաբար եւ վստահության մթնոլորտ ձևավորում, այլ ամենաեականը գիտեք որն է, որ այս իմ նկարագրած երթուղու պարագայում թե Ադրբեջանը, թե Հայաստանը եւ թե որևէ այլ պետություն զերծ է մնալու գայթակղությունից ուժ կիրառելու ճանապարհով միակողմանի օգուտներ կորզելու առումով։ Հասկանում եք, սա շատ էական է։ Հիմա ամենակարևորը, ամենաեականը, եթե մենք գործարկման մեջ ենք դնում, այսինքն հայաստանյան իշխանությունները նույնպիսի հետևականությամբ, նույնիսկ այդ հետևականության կեսի չափով, ոնց որ իրանք հիմա խոսում են տրիպի մասին, ինչպիսի հետևականությամբ տրիպն չէ առաջ տանում։ Եթե դրա կեսի չափով հետևական լինեին դեռևս 21 թվականից այդ մասին իրենք գիտեին, հասկանում եք, այս իմ ասած ծրագիրը կյանքի կոչելուն, ապա մենք վաղուց հիմա ստացել ենք եւ Չինաստանի աջակցությունը, որտեղ շատ բարձ բան է, չինացիները իրենց մեգա տնտեսական ծրագրով շահագրգռված են։ Եթե Հայաստանը հայտնվում է այդ միջին օղակում
դառնում է այդ միջանցքի կներեք, միջանցքի օղակներից մեկը, ապա իր իսկ տնտեսական նկատառումների շահերից ակամայից Չինաստանը դառնում է ձեր անվտանգության երաշխավորը, որտեղ դա իրեն է պետք։ Հասկանում եք։ Սա շատ էական է։ Մենք այդպիսի հարցեր քննարկել ենք։ Իսկ Միացյալ Նահանգները այստեղ։ Տեսեք, իհարկե ձեր հարցը կա։ Ես դրա համար հիմա, երբ որ Միացյալ Նահանգները խառնվեցին այս գործի մեջ, ես առաջարկում եմ անել հետևյալը, որտեվ Միացյալ Նահանգներին ասել ոչ համաձայնեք, որ շատ դժվար է լինելու։ Եվ միգուցե անիմաստ, բայց խնդիրը կայանում է հետևյալում։ Օրինակ, Միացյալ Նահանգները, եթե հարցը կայանում է նրանում, որ դուք ջատագում եք խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չի կարող ասի ոչ։ Ես սեղանին կարող եմ դնել այն հաշվարկները, ոնց որ ես նոր կերտիկացեցի, որոնք բանական վերլուծության պարագայում չեն կարող մերժվել։ Հետևաբար, ես ինչ էի առաջարկում։ Լավ, տրիպը սկսեցիք աշխատացնել, հիմա քիչ հետո մի հատ ուրիշ թեզ եք ասեմ, դրա մասին շատ էական է։ Ես ասում եի, եկեք գնանք այս ճանապարհով, ոչ թե մերժենք Սյունիքով կամ տրիպի մասնակցությամբ, հա, որտեվ հիմա Միացյալ Նահանգների մասնակցությունը այլևս ուրիշ խնդրեմ առաջացնում։ Խնդիրը փոխելն է։ Այլ ասում եկեք սկզբից խոսենք ապաշրջափակման ինտիմ նկարագրած մոդելի մասին, դա դնենք շրջանառության մեջ, հասնենք նրան, որ դա նաև համապատասխանի առաջի փուլում խաղաղություն անշրջելի դարձնելու Միացյալ Նահանգների հռչակած թեզին, չէ՞, հնչեցրած թեզին, եւ ապա դրան զուգահեռ կամ երկրորդ փուլում անդրադառնանք տրիպին։ Հասկանում եք, սա շատ էական է։ Իդեպ մի շատ կարևոր հանգամանք եւս։ Բաքու-Ղազախ իմ նկարագրած Բաքու-Ղազախ-Իջևան Դիլիջանայից իմ նկարագրած երթուղին Հայաստանի տարածքով ժամանակակից լոգիստիկ պահանջներին բավարարող երկաթգիծ դարձնելու համար ներդրումները անհամեմատաբելի քիչ են լինելու պահանջվող ներդրումները։ Քանց ասենք թե մնացած Հարավային Կովկասի մնացած երթուղիներում ներդրումներ կատարել։ Այսինքն բոլոր տեսակետից սա երաշխավոր տնտեսական առումով միանգամայն շահեկան առաջարկ է։ Հիմա տրիպի մյուս վտանգը, բոլորը վերջերս մենք լսեցինք Իրանի, իհարկե Բարսաշյան գեներալի հայտարարությունը։ Դա իհարկե ռազմական գործի չի հայտարարություն, չէ, դա քաղաքական հայտարարություն էր, բայց ըստ էության խոսում էր այն մասին, որ Իրանը մեզ զգուշացրեց։ Եղբայրներ, այդ որ դուք ասում եք տրիպը ձեզ բերում է խաղաղություն, ճիշտ հակառակը։ Տրիպը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։ Հիշում եք նրա արտահայտությունը, եթե մենք հետամուտ ենք լինում Մերձավոր Արևելքից Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալուն, ինչու մենք պետք է հաշտվենք կամ հանդուրժենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասի, այն էլ մեզ համար շատ կարևոր հատված։ Այսինքն այն որ իշխանությունները անդադ ներկայացնում են թե տրիպը դա ընդամենը խաղաղության նոր երաշխիքների հնարավորությունների ոնց որ ասում են ոլորտ է կամ պրոյեկտ է, իրականությունը դա նոր խնդիրներ, ընդ որում ռազմական բնույթի։ Մենք հո տեսնում ենք թե ինչպես է Իրանը դիմագրավում հզոր արևմտյան կոալիցիայի, այդ թվում նաև Իսրայել, Միացյալ Նահանգներ, ինչու՞ չէ, նաև ծոցի շատ երկրներ, չէ, նրանց համատեղ գործողություններ ռազմական։ Այսօր ակնհայտ է։ Բոլոր մեկնաբանները, այդ թվում արևմտյան, բոլոր առանց համարյա բացառության լուրջ մեկնաբանները խոսում են այն մասին, որ Միացյալ Նահանգները այս քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ավելի շատ նման էր արկածախնդրության եւ կանգնեցրեց գլոբալ աշխարհը ել ավելի բարդ խնդիրների առջև, քան մինչ այդ կար։ Ընդ որում Միացյալ Նահանգները կորցնում են եւ իրենց ռազմական կարողությունները մաշեցրել են արդեն ըստ էության ինչքան էլ ուզում են մենք հաղթել ենք, չեմ անում դա իրականության հետ ոչ մի առնչություն չունի։ Բայց հաշվարկը չունեին, երբ որ Միացյալ Նահանգներին բերում էին այստեղ Հայաստանի իշխանությունները։ Գիտեք, ինչ նոր սպառնալիք է, էլի մեր։ Դե իհարկե, անցյալ տարվա օգոստոսի 8-ին 7-8 երկրների ուղղությամբ գնաց Իրանը, հրթիռները գնացին, ինչը պիտի բայ։ Անցյալ տարվա օգոստոսի 8-ին իրավիճակը այլ էր։ Եթե դուք հիշում եք, անցյալ տարի հուլիս ամսին, թե հունիսին 12 օրյա պատերազմ տեղի ունեցավ Միացյալ Նահանգների եւ դա դադարեց։ Ոմանց թվում էր, թե դրանով ավարտվեց իրավիճակը, զարգացում հնարավոր ռազմական զարգացումները։ Ну, պարզվեց, որ դա Իրանը պատրանք էր, Իրանը շատ էլ լավ պատրաստվել էր, հա, առավել եւս Խոմեյնիին, այսինքն իրենց առաջնորդի սպանությունը դա
ուղղակի կատաստրոֆիկ սխալ էր։ Հա։ Միացյալ Նահանգների եւ հիմա ըստ էության այդ փաստի շուրջ համախմբվեց ոչ միայն Իրանի հանրությունը, այլև ամբողջ շիական աշխարհը։ Եվ սա շատ լուրջ խնդիր է։ Եվ այն թեզը, որ վերացնենք 1, 2, 3 կարկառուն ղեկավարներին եւ դրանով իսկ մենք ըստ էության կթույլատնենք Իրանի Իսլամական Հանրապետության պետական կառավարման համակարգը կամ նրա ունակությունները ըստ էության Դե իրանք վերացներով գալիս էին միջև հասնեն մեկին, որ կգնա իրենց այդ կոմպրոմիսի, բայց առայժմ չէ, հենց դրա մասին է խոսքը գնում։ Խոսքը գնում է դրա մասին, որ նրանք լավ չէին ճանաչում, չէին հասկանում Իրանի ժողովրդին։ Հասկանում եք։ Պարզվեց, որ դա բացի այն, որ ինքը Իրանը բազմադարյա պետականության լուրջ ավանդույթներ ունեցող պետություն է։ Դրանից զատ կան նաև հոգևոր արժեքներ, որոնք ցեմենտում է այդ հասարակությանը։ Հասկանում եք։ Սա շատ էական մի բան, որ հաշվի չեն առնում մտքում։ Եվ եթե դրան ավելացնենք, որ ըստ էության, ինչպես շատերն են ասում, որ Թրամփի այս նախաձեռնությունները ավելի շատ Իսրայելի ազդեցության տակ տեղի ունեցան, այսինքն Իսրայելը այդ կերպ ավելի շատ նրան չէր հետաքրքրում Միացյալ Նահանգների խնդիրները, իրեն հետաքրքրում էր, եթե իրեն հաջողվի այդ կերպ Միացյալ Նահանգների ներգրավելով Իրանի ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական ոնց որ ասում են ազդեցությունը տարածաշրջանում էապես նվազեցնել, ապա մեծ Իսրայելի գաղափար կարող է կյանքի կոչվել։ Այսինքն Իսրայելը փորձեց օգտագործել Թրամփի պրո-իսրայելական, պրո-հրեական կողմ, այսպես ասած, հակվածությունը, հա, եւ ըստ էության Միացյալ Նահանգներին կանգնեցած շատ բարդ իրավիճակի առջեւ։ Ընդ որում հիմա առջևում բոլորս ենք նոյեմբեր ամսին ստացվում է միջանկյալ ընտրություններ եւ այսօր կարծեմ նույնիսկ վերեցին փաստ ամենացածր ռեյտինգ ունի։ Նաև տեսակետ կա, որ Էփշտեյնի այս խայտարակությունները, որ հրապարակ եկան, այդ հարվածներ արեց, որ դա ծածկի ոնց որ թե հաջողեց, բայց եթե այդպես տեսենք, մենք իհարկե դեռ վաղ է գնահատել, թե ասենք, թե առաջիկա ընտրությունները միջանկյալ ինչպիսին կլինեն, բայց նկատեմ Էփշտեյնի այդ խայտարակցուցակը, որ այդ խայտարակությունը միջև անգամ մարդակերության, բոլորը գիտենք, Միացյալ Նահանգների հասարակությունը նույնպես դրա մասին տեղյակ է, այլևս քաջատեղյակ է։ Բայց առաջին բանը չէ, էլի նյուզ ռումը չի վաղուց արդեն։ Ուզում եք ասել ամենալուրջ թեման չի ներքին դիսկուրսը։ Այդ օրերին էլ է թիրախավորված հարցը։ Մենք չենք կարող, չէ՞, գնահատել Միացյալ Նահանգների հասարակության արձագանքները։ Ես կարող եմ ասել, ես այդ ամենի մասին դատողություններ մենք կարող ենք անել այն վերլուծաբանների մեկնաբանություններից, հա, որոնց մենք լսում ենք։ Մի քանի վտանգավոր հայտարարություններ էլ եղան, գիտեմ, որ շատ լավ տիրապետում եք, պիտի խնդրեմ մի քիչ բացեք, շատ կոնկրետ ասում եմ, պիտի ատոմակայանը փակեք։ Տեսեք, դա իհարկե շատ Թուրքիայից եւ Ադրբեջանից էսի լուրջ հարցադրում է։ Ես կարծում եմ, սա Ադրբեջանի հերթական նախապայմանն է, սահմանադրությունից զատ։ Ես խորապես համոզված եմ։ Զուգահեռ թե հետո թե Այսինքն չէ, կապ չունի, իրար արդեն կդնեն շրջանառության ընդհանուր։ Ես կարծում եմ հաջորդը լինելու է մեր ռազմական կարողությունների սահմանափակման վերաբերյալ պահանջը։ Ես մի րոպե անգամ չեմ կասկածում։ Ադրբեջանը հետևողականորեն գնում է իր մեծ արևմտյան Ադրբեջան թե գաղափարի իրականացման ճանապարհով։ Հետևողականորեն, ընդ որում օգտվելով մեր իշխանությունների այսպես ասենք, հա, լեռնային համաձայնությամբ դեռևս այդպիսի բանաձևում կտամ, լեռնային համաձայնությամբ։ Սա ակնհայտ է, չէ՞, որ ատոմակայանը մեզ համար ոչ միայն էներգետիկ անվտանգության խնդիր է։ Սա ակնհայտ է։ Վերջնաշով ատոմակայանի էներգիան, այսինքն էլեկտրոէներգիան էժաններից մեկն է եւ ապահովում է կենսական նշանակություն ունեցել է ունի եւ վստահ եմ ունենալու է։ Հիմա տեսեք, անընդհատ խոսում են ինչ-որ մոդուլային կայանների մասին, ատոմային կայանների մասին, ընդ որում հայաստանյան իշխանությունները անթակույց ակնարկում են Միացյալ Նահանգների այդ հարցում անվերապահ մասնակցության մասին։ Հիմա տեսեք, Միացյալ Նահանգներում մեկ փորձ է եղել, ես պատասխանատու եմ այդ արարում։ Իդեպ այս հարցում կարող եք Արա Մարջանյանին հրավիրեք, ինքը մանրամասնորեն կներկայացնի բոլոր դետալները, որտեղ տիրապետումը առարկային կատարյալ ձևով։ Միացյալ Նահանգներում ընդամենը մեկ ընկերություն է ստացել լիցենզիա, այսինքն թույլտվություն
նախագծման մոդուլային ատոմական նախագծելու թույլտվություն։ Կեսից այդ լիցենզիաներն են կասեցին։ Նույնիսկ այսօր Միացյալ Նահանգներում չկա մի ընկերություն, որ ունենա ոչ միայն փորձ, այլև լիցենզիա ատոմական կառուցելու եւ շահագործելու։ Այսպեսի բան գոյություն Այսինքն չունի։ Հայաստանը ճագարի պես փորձադաշտ է լինելու, հետաքրքիր է։ Ամենը ես չեմ ասում, նույնիսկ եթե Միացյալ Եթե հարցից պատասխանեք, էլի փորձադաշտ է լինելու, թե եկա որ մոլորեսնելու համար դա նետում են, այսինքն անելու են որպես փորձադաշտ, այս նետում են որ մոլորեսնել են ժողովրդի, որ տեսեք հիմա մոդուլային ինչ-որ։ Ես կարծում եմ քաղաքական պատասխանատուները ամբողջ լրջությամբ չեն գիտակցում Ինչպես մնացած ամեն ինչ խորությունը, չեն գիտակցում, որովհետև եթե գիտակցեն, նման բաներ չէին անում։ Հասկանում եք, ուրեմն լավագույն զարգացման տեսանկյունից ես նկատնում ատոմականների կառուցման եւ մեր փորձը դա է ցույց տալիս, հա։ Դա ամենալավագույնը Ռոսատոմն է մեզ համար։ Ընդ որում, եթե Ռոսատոմը ոչ միայն ֆրանսիացիների, եվրոպական շատ երկրների, մի շարք, եւ ել չեմ ասում աֆրիկյան երկրներ, ասենք նաեւ Թուրքիա, հենց հիմա Թուրքիայում, հիմա Իրանում պիտի շարունակի, դե Սիրիայում։ Այսինքն տեսեք, սա խոսում է այն մասին, որ Ռոսատոմը ինքը միջազգային այդ շուկայում արդեն դիրքավորվել է որպես վստահելի գործընկեր։ Մեր պարագայում առավել եւս վերջնաշով մեր ատոմականի գործարկման ժամկետը վաղուց էր լրացել հենց Ռոսատոմի միջամտությամբ նրանց տեխնոլոգիական կարողությունների օգտագործմամբ այս ատոմականի գործարկման ժամկետը, այսինքն փակման ժամկետը կներեք երկարացվեց, այսինքն հասել է մինչև 36 թվական։ Սա կրկնում եմ, սա Ֆրոմատոմը չի արել, սրանք այս հարցում Միացյալ Նահանգների ոչ մի կազմակերպություն մասնակցություն չունեցել, սա բացարձակապես Ռոսատոմի շնորհքն է։ Երկրորդ կարևոր հանգամանք։ Ատոմակայան դա նշանակում է ինժեներական կադրերի լուրջ դպրոց, փակել ատոմակայանը նշանակում է երկրին զրկել ինժեներական լուրջ դպրոցից։ Հասկանում եք, ատոմակայանի արկայությունը սա որակապես այլ պետության մասին է խոսում։ Այլ պետության մասին, այսինքն տեսեք նույնպես ինչպես որ հիմա խոսում են դատաբազաների կենտրոնի մասին, չէ՞, սա որակապես այլ պետության մասին է խոսք գնում։ Հիմա նույնն էլ ատոմակայանն է։ Ի տարբերություն նախորդ օրինակի, ատոմակայանը ըստ էության հնարավորություն է տալիս ունենալ միջուկային էներգետիկայի ոլորտում լուրջ մասնագետներ։ Դա մի ամբողջ հարստություն է, դպրոց է, կորցնել դա նույնն է ոնց որ կորցրեց ֆունդամենտալ գիտության մեր դպրոցները։ Սա ատոմակայանը որակապես այլ հասարակություն է ենթադրում։ Հավատացնում եմ ձեզ, սա միայն էներգետիկայի խնդիր չի, եւ սա միայն անվտանգության հարց չէ։ Ատոմակայան նշանակում է որակապես այլ հասարակություն։ Շատ լավ։